Պարոն վարչապետ, ես այս խոսակցությանը կարող եմ ավելացնել նաև, որ հայկական գյուղատնտեսական ապրանքների ընդհանուր առմամբ, բայց մասնավորապես մրգերի, բանջարեղենի, հատապտուղների եւ նաև ծաղիկների համար այս նոր շուկաների փնտրտուքը իսկապես մեծ հետաքրքրություն է առաջացրել բազմաթիվ տեղերում, կարող եմ Եվրոպական միության շուկան նշել, կարող եմ Կենտրոնական Ասիան նշել եւ արաբական երկրներ, ասենք օրինակ Իրաքը եւ նաեւ անմիջական հարևանները, Թուրքիան օրինակ նաեւ իր ողջ այդ բաներով գործող սահմանափակումներով հանդերձ որոշ դեպքերում ինչպես պարոն Պապոյանը նշեց արդեն այսպես փորձնական եւ գուցե նաեւ հետագայի պոտենցիալով առաքումներ արվում են, արտանում արվում է, որոշ դեպքերում առաջիկա օրերին շաբաթներին կտեսնենք, չեմ կարող թաքցնել եւ իմաստել չունի առանձին ուղղություններով, քանի որ նոր են այդ շուկաները եւ կոնտակտները, լոգիստիկ խնդիրներ են առաջանում, բայց այդ ամբողջը նայում ենք, կառավարում ենք, փորձում ենք օգնել նաեւ բիզնեսներին եւ բիզնեսների ծանոթացնել։ Ես էլ եմ կարծում, որ այս բանով մարտահրավերով հանդերձ, որը կարծես թե լուրջ ճգնաժամի չվերածվեց, արդեն թվերն են այդ մասին վկայում, մեր համար շատ մեծ հնարավորություններ ստեղծեցին եւ մեծ հաշվով տեղի ունենում այն, ինչ որ մենք երկար ժամանակ խոսում ենք եւ պլանավորում ենք, դա բազմազանեցումն է հայկական արտադրանքի, ուրեմն այդ արտահանման սպառման շուկաների եւ ես ուզում եմ ուղղակի փոքր լավատեսություն հաղորդել այս process-ին, կարծում եմ, որ լոգիստիկ, անծանոթության պայմանավորված զանազան խոչընդոտներ արագ հաղթահարվելու են եւ մենք ունենալու ենք ավելի լավ արդյունք, քան նախկինում կար։ Շատ լավ։ Խնդրեմ, պարոն Պապոյան։ Շնորհակալություն, պարոն վարչապետ։ Ես նաև լրացնեմ ձեզ, պարոն Միրզոյանին, աշխարհագրությունը այո, շատ լայն է, Իրաքից, Արաբական Միացյալ Էմիրություններից մինչև Լեհաստան, Թուրքիա, Չեխիա, Ուկրաինա կամ եթե մյուս կողմից գանք միջինասիական երկրներից մինչև արևմտյան երկրներ, այսինքն բավականին լայն մի քանի տասնյակ երկրի մասին է, ես հիմա չեմ էլ կարող դա թվարկել, որովհետև շատ լայն է աշխարհագրությունը եւ նաեւ այո, եւ պետք է սա էլ ընդունենք, որ այն ամենավատատեսական կամ վատատեսական սցենարները, որոնք որ ի սկզբանե նաև մտածում ենք, դրանք չկան եւ ըստ էության մենք բավականին մեծ հաջողությամբ արտահանումներ կատարում ենք, պետք է շարունակենք աշխատել նաև հիմա գործընկերների հետ, էկոնոմիկայի եւ արտաքին գործերի նախարարության աշխատակիցները բիզնեսի հետ այս օրերին Բելգիայում եւ Նիդերլանդներում են, ուղիղ հանդիպումներ են ունենում տարբեր կազմակերպությունների հետ, այսպես փորձում ենք հերթով երկիր կազմակերպություն գնանք։ Շատ լավ, խնդրեմ, պարոն Գրիգոր։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, բայց ելի պիտի շարունակենք միջոցառումները ու